Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրա։ Նախ երկու հստակեցում, պարոն Հովհաննիսյան, հարցերից սկզբում դուք նշեցիք, որ հատիկ պատրելու եք դիմակները, սա ենթադրում է, որ անուն առ անուն է լինել, այսինքն անուններով խոսելու եք եկեղեցականների հետ կապված իրենց կենսագրությունները ներկայացնելու եք եւ դուք ասեցիք, որ թիրախավորում է եկեղեցին պետականությունը։ Խնդրում եմ օրինակներ նշեք, ինչպես է թիրախավորում եւ հիմնական հարցս նաեւ էլի ձեր խոսքից է գալիս։ Դուք ասում եք մենք ոչ մի կերպ չենք տրվելու սադրանքների։ Միչեւ որ փուլը չենք տրվելու, այսինքն ինչ պետք է լինի, որ խախտվի այդ չտրվելը։ Անունների մասով կգա ժամանակը դուք կտեսնեք թող ավելի հետաքրքիր լինի այդպես, բնականաբար խոսքը չի գնում օդի մեջ հայտարարությունների մասին, խոսքը գնում է շատ կոնկրետ իրավիճակների, շատ կոնկրետ մարդկանց մասին, որոնց դիմակը պետքա պատռել։ Եվ վերջ։ Իրան ժամանակն ավարտվել է շատ վաղուց։ Ինչ վերաբերվում է, որ ասում ենք օրինակներ, թե ինչպես են որոշ եկեղեցականներ թիրախավորել պետականությանը, մարդիկ քաղաքական հայտարարություններ են անում։ Մտեք այդ եկեղեցականների Facebook-յան էջերը մի հատ։ Այն Բագրատի լայվերը միացրեք նայեք։ Չեք ծանոթ եք դուք Բագրատին, Գալստանյան, այն որ սառել էր։ Հիմա հետա հալեցրել են, ինչ են արել, ծանոթ եք դուք։ Դուք ընդհանրապես եկեղեցականներին հարցնում եք, օրինակ, պարոն Գալստանյան, ձեզ որ սառեցնում են։ Օրինակ, ինչ ընթացակարգերը, Տիկին Տիգրանյան սառեցվում եկեղեցականը։ Օրինակ, падգամավորի լիազորությունները գրած է, ոնց է դադարեցվում։ Հիմա մեր որոշ եկեղեցականներ իրանց դրել են, չգիտեմ ում տեղը, եւ ինչ ուզում խոսում, ինչ ուզում անում են, առանց որևէ հիմնավորումների։ Եվ երբ որ դուք ասում եք ինչպես է եկեղեցին պետականությունը թիրախավորում, ես դες կրկնում եմ, գնացեք Հայ առաքելական եկեղեցու Facebook-յան էջի վերջին հայտարարությունները կարդացեք մանրամասն։ Որոշ եկեղեցականների Facebook-յան էջերը ուսումնասիրեք մանրամասն։ Եվ ընթացքում էլ զուգահեռ կարող եք Բագրատի լայվերը դիտել եւ որ ամեն ինչ վերահաստատվի ձեզ մոտ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ Տիկին Տիգրանյան։ Ազատ Ես ուղղակի պարոն Հովհաննիսյանի ասածին կուզեի ավելացնել, որ դիմակները պատռելը ոչ միայն հոգևորականներին է վերաբերելի, բայց նաև բոլոր նրանց, ովքեր փորձում են հոգևորականներին առաջ մղելով որպես սրբեր, որպեսզի ժողովուրդ ավելի ակնածանքով վերաբերվի եւ նրանց հետևում իրականացնում են իրենց ապապետական գործունեությունը։ Եկեղեցին, որը պետությունից անջատ է եւ այդ հոգեվոր իշխանությունը, դուք նկատել եք, որ բազմիցս միջամտում է, ես կասեի, խառնվում է աշխարհիկ պետության գործերին եւ նաեւ եղել են ուղիղ կոչեր իշխանափոխության։ Սա անթույլատրելի քաղաքականություն է եկեղեցու կողմից, որովհետեւ նրանք ավելի շատ իրենց հոգեվոր հոտը, երկիրը, մարդկանց հանրությանը միավորելու առաքելություն ունեն, բայց ոչ պառակտելու։ Մինչդեռ մենք տեսնում ենք ուղիղ պառակտիչ գործողություններ եւ շարժումները, որոնք տարբեր ժամանակ եկել են մեկ ազգի փրկիչներ, մեկ զարդի լաոներ, որոնք տապալվել ձախողվել են, վերջին հույսը մնաց հոգևորականի միջոցով իրականացնելը, այն պարզ պատճառով, որ Տավուշի թեմում գուցե նա ուներ որոշակի հեղինակություն եւ այդ հեղինակությունը փորձեցին օգտագործել մարդկանց մոբիլիզացնելու վրա, բայց ստացվեց այնպես, որ նա հայտարարեց եւ հայ առաքելական եկեղեցուն եւ ցախողեց նաեւ ընդդիմադիրների շարժումը։ Այստեղ արդեն պիտի մտածեն, թե ինչու նաեւ չկա, պարոն Հովհաննիսյան, դուք հարցում եք ինչ կանոնակարգով, որքանով որ տեղյակ եմ եկեղեցական կանոնակարգերին, կարգավիճակի սառեցում չկա ընդհանրապես նման հասկացություն եւ սառեցումից հետո հետ վերադարձ եկեղեցի չկա նման ընթացակարգ, հետեւաբար պիտի հասկանալ ինչ կարգավիճակ ունի Գալստանյանը եւ ինչու նրան շարունակում են դիմել սրբազան, դա ցկյանս տրվող կոչում չէ, որ նրան սրբազանով են դիմում, ամեն դեպքում սրբազանը շատ հաջող ձախողեց ամեն տեսակ շարժումներ, թող որ լինեն նման սրբազաններ, որոնք կարողանում են առանց որևէ միջամտության ձախողել ցանկացած շարժում եւ իրենց քաղաքական կոչերը անհամատեղելի են իրենց Աստծուն տված ուխտի հետ եւ իրենց գործունեությունը անհամատեղելի է։ Եթե իրենք այդքան հաստատուն լինեն իրենց հավատքի մեջ, մենք ավելի շատ միավորված հավատացյալ համայնք կունենայինք։ Ցավոք, մեր եկեղեցին այսօր չի կարողանում միավորել անգամ իր հոտին։ Հետևաբար մենք ունենք այն պատկերը, որ ամեն հոգևորական ուղղակի սքեմը հակած ինքը իրականացնում է քաղաքական
գործունեություն եւ քաղաքական արշավ։ Մի օր կտեսնենք կուսակցություններ գուցե ստեղծեն, արդեն չենք զարմանա դրանից։ Ես մի խոսք էլ ասեմ եւ ամփոփենք, ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք բոլորով կանգնած ենք բոլոր այն եկեղեցականների կողքին, ովքեր գիտեն ինչ է քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին, ինչ է պետականությունը եւ ճանաչում են հայ ժողովրդին եւ ծառայում են հայ ժողովրդին եւ այո, ամեն բան անում են իրենց հոտի համար։ Մենք այդ եկեղեցականների առջև խոնարհվում ենք եւ կանգնած ենք իրենց կողքին մինչեւ վերջ եւ գիտենք, որ իրենք էլ մեր կողքին են կանգնած։ Եվ սիրելի ժողովուրդ, մենք պատրաստվում ենք չլռել ոչ մի երևույթի մասին, կարող է այդ երևույթները տհաճ երևույթներ լինեն, չլսված երևույթներ լինեն, որոնց մասին մենք մտածում ենք, որ դա չի կարելի խոսալ, ամեն ինչի մասին խոսելու ենք եւ կրկնում եմ, բոլորի դիմակները պատրելու ենք։ Կլինեն դրանք սքեմով, կոստյումով, համազգեստով եւ այլն եւ այդպես շարունակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արդյոք ժամանակը ներողություն եմ սպառված է։ Եթե պարոն Հովանեսյանը ներողություն, ես համբերատար սպասում եի։ Խնդրեմ, Ազատություն ռադիոկայան ձեր հարցը, խնդրեմ։ Արդյոք այս բառամթերքով իշխանությունը ել ավելի չի թեժացնում ատելության մթնոլորտը, արդյոք այդ ատելության մթնոլորտը թեժացնելու կամ չթեժացնելու հարցը ձեր կուսակցության նիստերում քննարկվել է թե ոչ եւ Կովկասյան բարոմետրի վերջին հարցումների համաձայն բանակը եւ եկեղեցին ամենամեծ վստահություն վայելող կառույցներն էին, մինչդեռ քաղաքական կուսակցությունները հակառակը։ Եվ արդյոք այս նաեւ այս փաստն է, որ անհանգստացնում է իշխանություններին։ Շնորհակալ եմ հարցերի համար, անդրադառնալով վիճակագրությանը միշտ այդպես է եղել եւ մեզ բնավ ոչ թե դա անհանգստացնում է, այլ ուրախացնում է, որ բանակը ուրեմն վստահություն է վայելում, եկեղեցին է վստահություն վայելում ժողովրդի մոտ, չնայած քիչ առաջ թվարկածս եկեղեցականների վարկագծին, որոնք եկեղեցու շարքերում են։ Ես ուզում եմ մենք նաև սա հասկանանք, որը մեկը չի թիրախավորում հավատավոր մարդկանց, չի թիրախավորում եկեղեցին ինքնին, հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը Հայաստանի պատմության մեջ առհասարակ։ Մենք խոսում ենք կոնկրետ դրվագների եւ կոնկրետ մարդկանց մասին, որոնք այո պետք է բացահայտվեն հանուն եկեղեցու։ Սրա մասին է խոսքը, ինչ վերաբերում է ատելության խոսքին, այո մեզ դա շատ է մտահոգում, բայց ցավոք կան թեմաներ, որոնց ավելի մեղմ բառամթերքով անդրադառնալը շատ դժվար է եւ չի կարող արտահայտել ողջ գույները տվյալ թեմայի։ Սա Այսինքն ինչ որ մարդկանց հայախառն խոսույթ օգտագործել արդարացնում է, որ վարչապետը, երկրի վարչապետը եւս նման բառապաշար օգտագործի ձեր կարծիքով։ Վարչապետը օգտագործել է բառամթերք կոնկրետ անձի վերաբերյալ, որին ինքը արժանի է եւ ես էլ կօգտագործեի այդ բառամթերքը այդ մարդու վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։